Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով 545 միլիոն դրամ է հատկացվել որպես պարգևատրում խրախուսում։ Խորհրդարանից պարզաբանել են, աշխատակազմին եւ բոլոր падգամավորներին տրամադրված գումարները միայն հավելավճար չեն, 2 ամսվա աշխատավարձ գումարած հավելավճար են։ Իշխանականները վայելում են, ընդդիմադիրները մեղադրվում։ Ավելի քան 1 միլիոն հավելավճարն ինչպես են ընդունել։ Տրված պարգևավճարները, ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում ուղղվել են սոցիալական ծրագրերին։ Հայաստան խմբակցության կարճ հաղորդագրությունը կա։ Հայաստան խմբակցությունը ստիպված է հայտարարել, ինչպես նախորդներին, այս դեպքում էլ հավելավճարը ուղղել են սոցիալապես անապահով մարդկանց օգնելուն, քաղբանտարկյալների իրավական ծախսերը հոգալուն։ Իսկապես ամոթ է իմ Ամոթ է Իլուր Աշխարհի աջակցության մասին ասել, բայց ստիպված են։ Քրիստինե Վարդանյանը նկատում է, հավելավճար պարգևավճարները կրկին բյուջե վերադարձնելը տեխնիկական մեծ պատմություն է։ Դրա համար էլ նախընտրում են վերցնել, բարեգործությանն ուղղել։ Մեխանիզմ չկա, որ ինչ-որ բան ստորագրում ես, որ ես հրաժարվում եմ։ Վարդանյանն ասում է, պաշտոնյաների եւ падգամավորների բարձր աշխատավարձը մի դեպքում արդարացված կլինի, եթե նվազագույն աշխատավարձը բոլորի համար բարձրանա։ Падգամավորի աշխատավարձը նվազագույն աշխատավարձի 10 պատիկն է։ Ուզում են падգամավորները բարձր աշխատավարձ ստանան, կարող են այնպեսի գործունեություն ծավալել, օրենքներ մշակել եւ տնտեսությունը այնպես զարգացնել իրենց կառավարության հետ, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա, օրինակ 10,000 դրամով, падգամավորի աշխատավարձը կբարձրանա 100,000 դրամով։ Հայաստանում ավելի քան 800,000 աշխատող կա։ Այդքան աշխատավարձ բարձրացնել կլինի։ Ավելի լավ է պարգևավճարի մեխանիզմին զարկ տալ ու նախ եւ առաջ ինքնապարգևատրվել։ Ընդդիմադիրների խոսքով այս սկզբունքով է աշխատում ՔՊ-ն։